Okay, հարազատներս մեծ ինչը հարկավոր լինելու պանիր, ես օգտագործելու եմ մացերելա պանիր, ձու 4 հատ, առանձնացրել եմ դեղնուցը եւ սպիտակուցը, գազար խաշած կարտոֆիլ, թթու վարունգ մանրացրած, բազուկ խաշած եւ հավի միս կտրտած մոտ 300 գրամ եւ իհարկե մայոնեզ։ Okay, հարազատներս, որպեսզի ես եւ ձեր ժամանակը խնայեմ եւ իմ ժամանակը խնայեմ, պետքա կդնեմ արագ մոդի վրա, այսինքն արագացված վիդեոն որ նկարի, պետքա բոլորը մանրացնեմ եւ պատրաստենք արդեն հավաքելուն։ Okay, ժողովրդյան հետ եկանք հիմա արդեն անցնում ենք մենք, առաջինը ես որ պետքա դնեմ, դա պանիրն է լինելու, ես օգտագործում եմ նորից եմ կրկնում մացերելա պանիր, հավասարացնում ենք, եւ վրան մայոնեզ ենք ետում փոքրիկ շերտով։ Okay, հաջորդ շերտը որ պետքա լինի, դա լինելու է ձուն, դեղնուցը, սպիտակուցը պահում ենք ամենավերջում օգտագործելու համար։ Նորից մայոնեզ պետքա օգտագործենք վրան։ Եվ հաջորդ շերտը որ պիտի գնանք արդեն, դա լինելու է գազարը, բոլորը խաշված վիճակում են, նորից եմ ասում, հանկարծակի որ բաց չթողնենք այդ պահը։ Ու նորից մայոնեզ պետք է անենք հիմա։
Սա ավելի հեշտ է քսվում, ձվի վրա ուղղակի կպչում էր։ Հիմա հաջորդը, որ պետք է օգտագործենք, դա հավի կրծքամիսն է։ Ամեն կրծքամիս, բուդի միս, ինչ որ կունենաք, այն էլ օգտագործեք, նույն բանն է։ Գերադասիլիա կրծքամիս, եթե ունեք կրծքամիս, ուրեմն կրծքամիս օգտագործեք։ Նորից ենք գնում մայոնեզ։ Անպայման անելուց սեղմեք, որովհետև մեզ պետք է, որ շատ ինքը ամուր լինի հետո։ Okay, հիմա դնում ենք թթու վարունգը վրան։ Եվ մեկ անգամ այլ մայոնեզ ենք անում։ Մեջը կա, բայց չի ուզում գա։ Anyway. Okay, եւ վերջին բանը, որ պետք է դնենք արդեն, դա լինելու է կարտոֆիլը քերված։ Լավ նստացնելով հավասարացնում ենք, բայց մայոնեզ չենք դնում էլ, վերջ, դա վերջինն էր, որ դրեցի։ Նախորդ ասեմ, կարտոֆիլը եփելու ժամանակ արդեն աղ դրել էի այս կարտոֆիլին, սա կարիքը չկա ավելացնելու հիմա։ Okay, հիմա սա ծածկում ենք, և ուղարկում ենք սառնարան 1 ժամ սառելու, որ պնդանա ինքը և նույն ժամանակ։ Okay, Ժորժան արդեն սառել է ինձ մոտ, շատ զգուշությամբ հիմա կբացենք մեր գեղեցկությանը ու կսկսենք զարդարել։ Լավ սառել է։ Հիմա մեզ հարկավոր է մայոնեզով։ Okay, հիմա անցնենք նորից հետ մայոնեզով նորից ծածկենք։
Okay, Ժողովուրդ ջան, եթե նկատում եք, արդեն մայանեզը վրան ծածկած է։ Ես հարկավոր է վաքսի թուղթ կալկա։ Թղթով փորձենք մեջտեղի հատվածը պահենք իրա։ Եվ հիմա բաց մասերը պետք է ծածկենք մեր քերած բազուկով։ Okay, Ժողովուրդ ջան, արդեն վերջացրեցի եսը եւ հիմա շատ զգուշությամբ պետք է մեջտեղի հատվածը, որ ծածկել էի, պետք է հանեմ։ Okay. Եվ հիմա պետք է վերջի բանը, որ պետք է դնենք, դա սպիտակ ձվի սպիտակուցներ, որ պետք է դնենք։ Դա էլ դնում ենք այս հենց բաց հատվածի վրա։ Okay, Ժողովուրդ ջան, արդեն ծածկել եմ, եթե տեսնում եք, ձվի սպիտակուցներով եւ բազուկով։ Հիմա ինձ պետք է շատ շիշուտ սա էլ սիրուն դիզայն անենք վրան ու վերջ։ Սա էլ դնենք մեջտեղը։ Եփ։ Սա էլ էստեղ դնենք, այստեղ, սրանք էլ կողքերը դնենք։ Ահա եւ վերջ։ Okay, Ժողովուրդ ջան, մի հատ կտրենք իրար հետ, համել համը կտեսնենք ոնց է եղել։ Շատ համով է։ Իհոկնդիր բան է։ Անպայման պատրաստեք, վայելեք, խորհուրդ եմ տալիս։